Դուք կրկին այստեղ եք, դուք կուսակցությունը ոնց տեսնում ենք ամեն օր այստեղ ակցիա է իրականացնում, սակայն այսօր Սահմանադրական դատարանում ավարտվում են ելույթները եւ իրենք գնալու են որոշում կայացնելու մինչեւ հուլիսի 4-ը։ Դուք կուսակցությունը շարունակելու է հավաքվել Սահմանադրական դատարանի մոտ եւ ակցիա իրականացնել։ Ինչպես մենք հայտարարել ենք, ինչպես նաեւ դուք կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանն է հայտարարել, այո, քանի դեռ գործը գտնվում է Սահմանադրական դատարանի տիրույթում, մենք կատարել ենք մեր ակցիան, որպեսզի մենք կարողանանք մեր ձայնը բարձրացնենք եւ թույլ չտանք Սահմանադրական դատարանին շեղվել օրենքից, այսինքն մինչև հունիսի 4-ը մենք լինելու ենք Սահմանադրական դատարանի առաջ եւ կատարելու ենք մեր ակցիան, այսինքն 26-ից սկսած մինչև հունիսի 4-ը ամենօրյա ռեժիմով մենք եղել ենք եւ լինելու ենք Սահմանադրական դատարանի առաջ։ Ինչ է կարծում, ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, որքան այն կլինի ճիշտ բոլոր կուսակցություններում։ Չեմ կարող ասել, որքան կարող է ճիշտ լինել, ակնկալիքները մի անգամ ասել եմ, նորից կասեմ, այլ են, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Պատկերը այս ընթացքում էլ մենք բոլորս տեսնում ենք, որ ճիշտ է, այդպես ակնհայտ ցցուն ինչ-որ բաներ տեղի չի ունենում դատական նիստերի ժամանակ, կողմերը ներկայացնում են դիրքորոշումները, միջնորդությունները եւ այլն, բայց բոլորս էլ կարծում ենք, որ չի լինելու անաչառ վճիռ։ Այդպես ենք կարծում, որովհետեւ այս իշխանությունից, այս դատական համակարգից չի կարելի սպասել արդարություն, եթե լիներ արդարություն, 7 ուժ չէին հայտնվի պարզապես Սահմանադրական դատարանում, բնականաբար դրական բան չենք սպասում, բայց պետք է ճնշել որոշակի քայլերի միջոցով։ Հիմա սա ընդամենը մի փոքրիկ ակցիա է, որի միջոցով փորձում ենք ճակատավոր ասած ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա, որպեսզի կրկնում եմ կարողանա անաչառ որոշում կայացնել։ Իսկ Վարդան Ղուկասյանի հետ շփում ունեք, խոսել եք իր հետ, ինչ է ասում Վարդան Ղուկասյանը։ Դե բնականաբար շփվում ենք, բնականաբար հնարավոր չէ առանց Վարդան Ղուկասյանի իմանալու այս ամեն ինչի մասին եւ նրա տված հրահանգներով առաջ շարժվել, որովհետեւ սա կուսակցությունն է, սա ինստիտուտ է, իսկ այդ կուսակցությունը բնականաբար առանց ղեկավարի առաջնորդությամբ անիմաստ կլինի, շփվում ենք, ինչ պիտի ասի, որ պետք է պայքարել, պետք չի հանձնվել, եթե Վարդան Ղուկասյանը գտնվում է կալանավայրում, չի հանձնվում այնտեղից պայքարում է, բնականաբար մենք իրավունք չունենք լինելու ճակերտավոր ասած այսպիսի ազատության մեջ հանձնվել, բնականաբար բոլորս մեր դիրքերում, մեզ հասած սահմաններում պետք է որպես զինվորներ կատարենք մեր հանձնարարությունը եւ պայքարենք հանուն հաղթանակի, հանուն ժողովրդի հաղթանակի։ Իսկ Վարդան Ղուկասյանը դեռ ԱՄՆ-ում է։ Բնականաբար դեռ ԱՄՆ-ում է, առավելևս կալանավայրում է։ Գործի մասով նորություններ։ Դեռ ոչ, դեռ չկա գործի մասով նորություններ չկա, բոլորս ակնկալում էինք, որ գոնե ընտրություններից հետո պետք է բաց թողնեն, բայց մենք նորից սխալվեցինք այն իմաստով, որ օրենք գոյություն չունի, կապ չունի աշխարհի որ մասում է, առավելևս այսպես ասած ժողովրդավար, եթե կարելի ասել, ժողովրդավար ԱՄՆ-ում պետք է լիներ արդարություն եւ պետք է Վարդան Ղուկասյանին ազատ արձակեն, բայց արի ուտես ոչ միտեղ չկա արդարություն, երևի ժողովրդին այդ պատիժն է հասել, որ ժողովուրդը պետք է միշտ պայքարի արդարության համար։ Ես շնորհակալ եմ։